Բժշկության ոլորտի գուրուները մեկ հարկի տակ, սպիտակ բանակի հերոսների կատարած անհավանական հրաշքների ցուցադրություն, հյուրասիրություն, համերգ և չբացահայտված անակնկալների շարք։ Այո, ճիշտ լսեցիք, և այս ամենը հոկտեմբերի 3-ին Իզմիլյան բժշկական կենտրոնում։ Իզմիլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկին խնդրել ենք առանց շատ փակագծեր բացելու հուշել օրվա կարևորության մասին։ Արդեն տրադիցիոն է դարձել մեր մոտ, մեր բաժանմունքի ստեղծումից նշել ենք 5-ամյակը, որ դեռ շատ փոքր էր մեր յուբիլեյը, ավելի ճոխ և մեծ նշել ենք 10-ամյակը, իսկ հիմա նշելու ենք 20-ամյակը մեր բաժանմունքի ստեղծման և ինչի է դա դարձել է որոշ տրադիցիոն, այն բոլոր մեր բուժաշխատողները, որը սկզբի առաջ օրվանից հիմնադրման ստեղծել են, անդադ տարիներ հաշվում են, որ մենք երբ ենք նշելու էս, և դա էլ ունի իր մեջ նաև որոշ բացի տրադիցիոնից, այլ կրթական և ոգևորող իմաստ, որ մենք կարողանում ենք տարիների մեջ մեր հաջողությունները ներկայացնել և դա միշտ եղել է պրոգրեսիվ։ Եվ դա ոչ միայն ինչ-որ քեֆ ուրախություն է, այլ միգուցե ուղեցույց է, թե ինչպես մի խումբ էնտուզիաստների սկսած գործը բերեց զարգացման և հասանք այն մակարդակի, որ ի համեմատ շատ երկար պատմություն ունեցող բաժանմունքների մեր ճանաչում են, ճանաչելիությունը կա թե հիվանդների, թե մեր կոլեգաները ընդունում են և որոշ դաշտեր կա, որ հիվանդները ուղղորդվում են այստեղ, որ մակարդակը այդ հիվանդության բուժման ամենաբարձրն է։ Եվ միջոցառումը լինելու է հանդիսավոր, պատրաստել ենք ֆիլմ, որը ներառում է ամբողջ 20-ամյա պատմությունը։ Վավերագրականի պես մեջը կարճ ձևով, բայց կներկայացվի մեր պատմությունը, դա պետք է ոչ միայն մեզ, այլ մեր երիտասարդ կոլեգաներին, որ իմանան ինչ ուղի կարելի անցնել, կլինի համերգ և ողջույններ, հյուրասիրություններ, նկարներ և այլն։